Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո ամեն նախանձությունից մեջտեղ եկավ Կես ճամփան անցանք այն հույսով որ հոգևոր ախտերը ինքնամաքրումով եւ Տիրոջ զորությամբ կրնանք մաքրել եւ այսօր միջինք է սիրելիներ շատ հաճախ լծած եք միջինքի մասին շատերս կկապենք այդ օրվա թեթև դոնախմբության հետ, որ ուտելիքներով կլա, զվարճություն կլա, բայց ինչն է ուրախության պատճառը, որովհետև ինչպես ամենեն սկիզբը շաբաթներով ասինք, որ ապաշխարություն կնշանակե ոչ տրտմություն, ոչ սուկ, այլ ուրախություն, որովհետև Աստված կսե, որ ուրախությունը մեղքեն հեռու վիճակն է, եւ եթե մեղքեն հեռու ես, Աստուծո քով ես։ Եվ տնտեսի կիրագի չորեքշաբթի օրն ենք սիրել, ամեն կիրագի կսկսի արագով եւ ընթերցումները, հորդորները, պատգամները մեզի կտանին թեպի մյուս կիրագի։ Եվ այսօրվա խորհրդածությունը շատ հետաքրքիր է, եթե նշмарեցիք նախանձության եւ իր եղբայր մրցակցության հետ կապված է։ Հիմա շատերը միջին արևելքեն գոկակ, չէ՞։ Հոն մշակույթ մգա մեկը մյուսին միշտ ցցնելու որ չափ ես ունիմ որ չափ դու ունիս եւ միշտ այդ իրարու հետ լուր առանց արտահայտելու նախանձությունը կա Կալիֆոռնիա կա նախանձությունը ամեն տեղ կա բայց տեղեր կա որ ասանք հստակ գերեվի ուրեմն ջոկ մգա գիտեք ոն հայաստանցիները շատ մեծ տուներ կունենան օթոներ կունենան եւ այլն Մեկը գուկադուն նեղված կինը գսե ինչ եղեր է, գսե չի պավեր կործերս լավ չէ, դրացին ալ նոր մերսեդես կներ է։ Հա, ուրեմն նախանձությունը մարդուս մեջ են գուկա։ Եթե նշմարեք պարեգինթանի գիրագին և արդաքսման գիրագին, ինչու խապեց օծը մարդուն Կիշեք դերվագը, կեր և աստծո բես կրնաս, որովհետև օծը կամ սադանան նախանձեցավ, որ Աստված ստեղծեց մեգումը մարդ արարածին, իր հոգին վրան դրավ և այդ շատ գսիրը, և իրեն թուրս վրնդեց դրախտեն, և սադանային թուրս վրնդեց երգինքեն գսել, այսինքն չարիք խորողը միշտ նախանձություն ունի իր մեջ է։ Ադուր համար, եթե նշմարած է կիրագի օրերը, որ հիմա զղջման աղոտք երբ որ կգարթանք, այդ 7 մահացու մեղքերը, որ գսենք, մեկը մյուսին այդ կապ ունի, հայրերը բադահական չեն դրած այդ կապը։ Առաջինը հբարդությունն է, հբարդութենեն ամիջապես հետո ինչ կուկա, նախանձը, չէ, նախանձությունը, փարը ինչ կսե, Նախ իմ անձս, ես պիտի լամ առաջինը, իմ ուզածս պիտի լա, և ով գսե ադիգա, հբարդ մարդը գսե ասինգա, որ ինձ մեկ արևոր չի գա, վերջը ոնդեղեն գուկա պարգությունը, վերջը ձոլությունը գուկա, բայց հոս պախեր է ձոլությունը, աս թուղթը բադրաստողը չես իրաց ձոլությունը, դուրս անել է, բայց միշտ մեղայի մեջ կա ձոլությունը, որդև երբ որ գպարգանամ սեր է, որ ես ամենեն լավը կիդեմ, Փաննալ չեմ ուզեր ընել և ոնդեղեն ալ գսկսի ակահությունը, ուրիշներուն ունեցածը ծերծկելը և որ գրամոլությունը, փորի բաշտամունքը կամ ովևէ նյութականի բաշտամունքը, որ ամեն ինչ ունենամ լավ կլամ և որդեղեն ալ կձնի պղծասիրությունը և այլ հորի գիրքեր։ Տնտեսի արագի մեջ ուր գերևի նախանձությունը։ Նախ լսեցինք տնտեսի արագի մեջ, որ մեծարուստ մարդ մգար տնտես ուներ։ Տնտեսը սկսավ անորեն բաներ անել, ինչի համար կկարծեք, որտև գնայր իր դերը այդչափ դրամ ունի, ինքը սա որ նախանցիմ այդչափ դրամ ունի, ես փամ մկալեսնեմ ինձի համար, որովհետև գսե անպաստանություն եղավ իր հասցեին, և չի սեր, որ տնտեսը ինքզինքին պաշտպանեց, որտև ճիշտ էր անպաստանությունը, և գսկսի նորեն Տիրոջ ունեցվածքով բարի կնել
եւ որպեսի կարնա օրը իրեն երբ որ կորձեն հանեն, երթա այդ մարդոց տունը մտնել եւ իրենց հետ աշխատել։ Տնտեսի առագի շարունակությունը աղքատ Ղազարոսի առակն էր, Կիրակի եթե նշмарեցիք։ Եվ մարդը, որ հարուստ էր շատ, ամեն օր խնճույքի մեջ, մեծ պատիվով կյանք կապրեր, եւ մյուս կողմեն ամեն օր գտեսներ դուրին արջև, աղքատ մարդը առանց հագուստի, վերքերը բաց կսե ավետարան, այն աստիճան, որ շուները գուքային գլզեին իր վերքերը։ Բայց այս մարդը մեծահարուստը միշտ կանցներ ասան գնելով, ես քեզի չեմ տեսներ։ Հովանես Ոսկեբերյանը գսե Աստված բերեր իրեն դուրին արջևը դրել էր, ոչ թե փողոցին ծայրը, Ղազարոսին այսինքն, ոչ թե փագին յետևը, այլ արջևը դրել էր, որտեղ հարուստը, որ արդեն թաղված էր իր ունեցվածքի մեջ, կրնար տեսնել եւ ադիգա իրեն փրկության թուրը լար։ Բայց հարուստ մարդու սրտի մեջ ինչ կար, վարդություն կար եւ նախանց կար, չմոռնաք, ամեն մարդ իր մակարդակի հետ միշտ կմրցի։ Հարուստին ասնես հարուստի գսե չէ, մեկ հատ Ռոքֆելերին նայր, մեկ հատ բարոն Գյուլբենկյանին նայր, չէ, հարուստը սածը շատ հարաբերական բան է, որովհետեւ ունեցվածքը միշտ շարժող թիրախ է, it's a moving target, միշտ կհասնի, սկսես, որ չեմ ասած, որովհետև մարդս, եթե քիչով չբավարարվի, շատով չի բավարարվի, և նախանձը և հբարդությունը բարաբություն մը կստեղծեն, ինչպես հիմա Սուրբի խոսքը սա, որ խաղաղություն չեն ունենալ իրենց մեջին նախանձ մարդիկը, ադուրամար մրցակցություն մը գուզեն պնդրել, այսինքն սադանան թաշտ մը կստեղծե մեզի խապկանքի, որու մեջ մեծ բարաբություն կստեղծե եւ քանի որ մարդս նյութական աշխարհի հետ կապ ունի, ինչ կխապե մարդու մտքին, ասալ գեր Աստծո պես կլաս, ասալ ունեցիր հրեշտակի պես կլաս, ասալ գեր ասկե լավ կլաս, այսինքն հարադև քլորվող անթունդ մնե։ Եվ որպեսի այդ վնասը ցցնե, նաեւ Սուրբ Եփրեմը գշեշտե, որ նախանց մարդը իր կյանքի մեջ խաղաղություն չունենար, որտեղ եթե մշտապես մրցակցության մեջ ես, ուրեմն սերը հանգիստ չես կնանար։ Դուք հանգիստ կգնանաք գիշերը, ուրեմն հարուստ չեք, լավ է արի։ Կպատմվի երկու եղբոր մասին։ Մեկ եղբայրը շատ նախանց կլա, շատ նախանց, եղբոր բարիքը ճուզ էր։ Վերջի վերջո ունեցվածքի իրենց թադը գհասնի թագավորին եւ թագավորին գսեն, որ այս ավակ եղբայրը շատ նախանց մեկն է ու շատ իր եղիր։ Ուրեմն թագավորը մտիկ կնե ժամերով ասոնց, նա որպեսի հաշտեսնե աս մարդուն, նախանց եղբորը, ավակ եղբորը գսե, որ ինձի բամը ասե քեզի համար ընեմ, որ գրգնագին եղբորդ պիտին է։ Կուզե իրեն անդար, եղբորն անդար ավերին։ Աս մարդը նախանձութենեն սիրտը գենա, որ եղբորը երկու բաժին պիտին լավ։ Ինչ կսե լավ է, կսե թագավոր, իմ աչքերես մեկ հադը հանե։ Որպեսի եղբոր երկու աչքի եղեն։ Ինչ աշճանի գրնալալ գիրքը մարդում, չէ։ Ներքին այդ կարճածը լալը նյութին և հաշտ չլալը աստուծո հետ, որովհետև աստուծո այդ հաշտությունը հավասար է առադության, և ասիգա կապ չունի որ չապունիս, ասիգա դվող մարդիկ կհասկենան, ասիգա բարեգործություն ընող մարդիկ կհասկենան, որովհետև Աստված ոչ թե չափին գնայի, Աստված խելացի է գիտեմ էր պետքերը, այլ քու կարողությանդ համացայն և ինձ սրտով կուդաս։ Գիշեք օրմը Հիսուս ուր գեցած էր, տաջարի քանձանագին արջև։ Կսես, Աստված գերտա հոն կգենա, այո, Աստված հոն կգենա, որտեղ մարդուս հոգի թեմ ամենեն մեծ մարդնչողը նյութականն է, հրաթրամի դեսքով, լաբավության դեսքով։ Եվ երբ որ Հիսուս կտիդեր, կուկային մեծահարուստները, երկաթյա թրամ էր,
չէ, եւ իրենց այդ քանձանակները փայտ չէր, փայտ դժվար էր ճարել, ինչ էր ցուլի ոսկորը գա, չէ գոդոշին, հա, այդ ոսկորի գոդոշով գլար, եւ ադիգա շատ զրնքուն ցայն կանե, հա, քանձանակը ատկեր, ուրեմն մեծարուսները, երբ որ գուկային դրամ տնելու, կամաց կտնեին, որ այդ շղկոցը լսվեր, շղ, գետեմինը կսասի, որ չափ ունի, 1, 2, 3, 4, չէ, եւ հանգարց գուկա այրիգինը, որ սեր ամուսին չունի, ոչ մեկ նյութական օժանդակություն ունի, ամպլուա Քեբեկալ չի գարոն, եւ գտնե գսե կես լումա դրավ, 2 լումա դրավ, ասենք 50 սենտ դրավ, եւ այդ ըրած մեծ զողությունը Աստծո աչքը մտավ, որովհետև գսել իրավացի գսեմ իր աշակերտներուն, ասկին իր ամբողջ ունեցվածքը դրավ, այսինքն հասկացած էր գինը, որ երբ որ ես Աստուծո տամ, Աստված ինձի հոգ պիտի տանի, առավել ձևով քան ես գիտեմ, ոչ թե սագարգության ձևով գսել, ոչ, բայց կնոջ փորձառությունը, որ աչչապ իրեն Աստված հոգ տարել է անցյալին, հիմա էլ հոգ պիտի տանի, անչափ շատ է, որ ինքը չէր ալ մտածել ով գտիր էր, որտեղ իր ուխտը Աստծո սրտին հետ էր, ador համար իր ունեցածը դրավ եւ տաճարեն դուրս գնաց, ador համար Հիսուս ինչ կսե, երբ որ ողորմություն գնեք, բարեգործություն գնեք, փող մի ընչեցեք, փողը ինչպես կընչեցնեին հрьяաները, նույն այդ գովի բոզով, հա, կոդոշով, որ ես փան մերի, այո, լուր ունեցեք, ինչպես այսօր դերևս չենք ընչեցնել, Facebook գտնենք, Instagram գտնենք, նույն բանն է, հոգեբանությունը նույնն է, ուրեմն հետևաբար Աստված մեզի միջոցը տված է ազատվելու նախանցեն եւ մրցակցութենեն, ador լուծումը տալն է եւ դրվիլը, որովհետեւ երբ որ կուդաս եւ հոս կարևոր բան մկա, երբեմն մարդիկ գիտեն, որ ինչ կսե Աստված, բայց իր մարմնի հիշողությունը հագարակը կգործե, որբեսի փուժե մեկը անգամ նախանցելով պիտի երթա դա, հա, ինչպես որ գիտես աս թեղը պետք է խմես, բայց շատ լեղի է, բայց ինչ կնես, կխմես, որբեսի արդյունք ունենա, այսինքն մենք ֆիզիկապես մեր մարմնի հիշողությունը, limbic memory ասածը պետք է գործածենք առաքինությունը ընելու, որտեղ ընելը նշան է հնազանդության եւ Աստված հոն է, որ մեր սիրտը կփոխի, որովհետեւ ամեն գիրք կամ մեղք իր հագաթույնը ունի, որը բարի կորզն է, հա? Եվ եթե մենք ընենք մեզի զորելով, կամաց ador բարիքը գտեսնենք եւ կհասկանանք, որ իրոք ուր որ Աստուծո հոգին է, հոն խաղաղություն կա, ուր որ Աստծո հոգին է, հոն առատություն կա եւ մարդս ազատ է, ador համար Հիսուսը ասավ, երբ որ պատվիրանները սպահեք, պիտի ճանաչնաք ճշմարտությունը, չսա միայն երբ որ լսեք, այլ երբ որ պատվիրանները սպահեք, ասերը գործադրեք, պիտի ճանաչնաք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ինչ պիտի լինի ցեզի, պիտի ազատե, ինչեն պիտի ազատե, մրցակցություն են, քեն են, ողբերգություն են, դրդում չեն, նախանց են, ամեն ինչի մասին է խոսքը, որտեղ մարդս իր արքայությունը մեջը կտանի։ Եվ վստահ եմ դուք ալ գուզեք լալ այն մարդուկով, որու ներկայությամբ գհանգչիկ, եւ ոչ թե որը գուկա սուրջի սուրջ data analysis կնի, ասի ասկերավ, գլամասոն գասանք տեսանենք։ Թող Աստված մեզի մաքուր սիրտ տա, որովհետև մարդուր սիրտեն կելն է ամեն բարիք, եւ Հիսուս ador համար ասավ, սրդի լիութենեն գխոսի մարդուս լեզուն։ Աստված մեզի բայ ամեն տեսակ նախանձություն է, մրցակցություն է, եւ գիտնանք, որ Տեր իմ հովիվս է, ինձի փամը պիտի չբացի։ Աստված օրհնի բոլորը, միասին հայտնվելս է։